նախապատրաստվի եւ եվրոպացիներին նախապատրաստի այն բոլոր process-ներին, որոնք ինքնա մտադիր իրականացնել, բայց Փաշինյան Նիկոլ ծոցրակը կտեսնես, ու ես հիմա ապացուցել եմ։ Դու ընտրություններում հաղթանակ չես տեսնի։ Շարունակենք լսել։ Շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ եւ բելարուսամետ Գնացել է, լես աննարակի ծնունդի, նայ, կանա, ալաբոզդություն ստորես։ Մոսկվայից վազել է խորհրդարան, Եվրոպա, որ բողոքի Ռուսաստանի վրա։ Ձդրկց է գերեսի։ Ինք իր ամբողջ ֆինանսական, ռազմական, տնտեսական համակարգով Ռուսաստանից դուրս չի գալի ու ասում է մտածություններ չունենք, հետո էլ ասում ես ես չեմ հիշում, որ ասել եմ ես մենք Եվրոպա ենք ուզում գնանք։ Ինքը բոլոր ձևերով ժխտում է Եվրոպան, ինքը ամեն ինչով կապված է Ռուսաստանին, բայց գնացել է Եվրոխորհրդարան, բողոքում է Ռուսաստանից։ Նիկոլ, դու ու քո աջակիցները մարդկային առումով եմ ասում, լրիվ մարդկային, քաղաքականը թքած ունեմ, դնում եմ մի կողմ, դուք բոլորը ուսի տղեկ եք։ Ճշտով, ոչ սենց խոսքը խորատա չկա, ես դուք բոլորդ սենց պեչատով։ Հասկացաք դուք ով եք արա։ Արա խորհրդարանում մեկ, Եվրոխորհրդում մեկը չկա, դեպը քաշեսա, ասել արա, այ բիջ, այ անօրինական, բաստարդ գիտեք ու նա բիջ, Այն որ ինքնա չգիտի հերնովա։ Չանցել հերը կարգի մարդ էր, ասում ես անասուն են ուր եք ընտրել։ Հələ դու լրիվ դրանց տակ, դրանց հաստաղիկից գլուխը դուրս չես անում, նույնիսկ հայլուն սեփական դեմքիդ նայելու համար։ Եկել ես Եվրոպայում, բողոքում ես ռուսական, բելարուսական, բա որ հիմա Լուկաշենկոն իր բայրակդարներ հանյոտ եւ ընդեղից էլի հերթական անգամ լցնի վրետ ինչպես հիմնականում որ անում է։ Քեզ ասեն վիժվասկի ծնունդ ублյուդակ, շան ծնունդ, ինչպես իրենք սովոր են ասել։ Սա մոռացել է, որ քաղաքականությունը իր պատկերացած վիժվածքությունը չի։ Սա եվրոպական ստանդարտների մեջ մի քիչ այլ է, էլի։ Այ հիմա բայց կան, որ վաղը անի այն ինչ որ ինքը պիտի անի ու պարտավոր անել Պուտինի հետ միասին։ Բերեն քեզ գցեն օբշակ։ Բերեն քեզ ականջեն Մոսկվա, իրանք նստեն հերվում, գարեջուրը բացեն լավ ձկով։ Ասեն Ալեքսան ինչ ուզում եք արել։ Սա ոչ միայն չի ներվի, հաճույք կստանե այդ ժամանակ նույնիսկ։ Հաճույք։